ապրիլի 15-ին ազգային ժողովում զեկուցելով կառավարության 21-26 թվականների ծրագրի 25 թվականի կատարողականի մասին Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր պնդում արեց, ասաց, որ ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը վերջին գործոնն էր, որի արդյունքում ավարտեց նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդման օպերացիան, եւ երկրորդը հայտարարեց, որ գործում է մաֆիա հայաստանյան եւ ոչ հայաստանյան։ Խնդրեմ տեղեկացնեք, արդյոք դուք, կարող եմ բառացի կարդամ, բայց գաղափարը դա է, խնդրեմ տեղեկացրեք կամ մեզ որոշ տեղեկություններ տվեք, այդ ինչ մաֆիայի մասին է խոսքը, արդյոք այդ մաֆիայի անդամների վրա հարուցվեց այն քրեական գործեր, կան արդյոք մեղադրանքներ, ընդհանրապես այդ մաֆիայի գործողության մասին խնդրեմ տեղեկություններ տրամադրեք եւ երկրորդը մենաշնորհի մասին, այսինքն 8 տարի պայքար են մենաշնորհի դեմ, ենթադրաբար կային մարդիկ, ովքեր չէին ուզում, որ այդ մենաշնորհները կազմաքանդվեին։ Խնդրեմ նաեւ այդ հարցին անդրադառնաք, թե արդյոք կային մեղադրանքներ շուկայական դիրքը չարաշահելու, չարաշահման բացահայտմանը միտված գործողությունների մասով, բայց հաշվի առնելով ժամանակի կարճնելը երևի խնդրում եմ կենտրոնացեք հիմնականում մաֆիայի մասին, ովքեր են մաֆիոզները Հայաստանից բացի, որտեղ իրենց մետաստազներ ունեին, քանիսն են բանտում, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեր կողմից նշված հայտարարության վերաբերյալ կամ հայտարարության հիման վրա կամ այդ հայտարարության հետ կապված որևէ հաղորդման փաստով նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ, կամ առնվազն ով որ ենթադրում եմ ցանկություն կունենա նման հաղորդում ներկայացնելու դեռևս չի ներկայացրել, բայց մենաշնորհների հետ կապված եւ կազմակերպված հանցավորության մասով տարբեր դրվագներով դատարան ուղարկված վարույթներով, ոչ միայն ներմուծման եւ արտահանման հետ կապված, այլև տնտեսական գործունեության հետ կապված, մենք ունենք մեղադրանքներ, որոնք դատարան են ներկայացված։ Կոնկրետ ձեր կողմից նշված հայտարարության հետ կապված քրեական վարույթ չունենք եւ չեմ կարող ենթադրել, թե ինչ բովանդակություն ունի ձեր հարցադրումը, բայց վստահաբար մենք ունենք դատարան ուղարկած վարույթներ, այդ թվում տնտեսական գործերով, որտեղ որ կազմակերպված հանցավոր սխեմաների մասին է խոսքը գնում եւ այդ վարույթները նաեւ տնտեսական գործունեության հետ են կապված։ Այդ մեղադրանքները վերաբերում են նաեւ տարբեր ընկերություններում մասնաբաժինները ապօրինի եղանակով այլոց կներեք բառից համար այլ անձանցից խլելու դեպքերին։ Որոշակի գործիքակազմով ու վարչարարությամբ բիզնես գործունեությանը միջամտելու դեպքերին։ Դրանք բոլորը ինչի եմ ինձ ազատ ու հանգստացնում, որտեղ դրանք բոլորը դատարան ուղարկած վարույթներ են, եւ ինչն է հետաքրքիր, այդ վարույթներով մենք ունենք մեղադրանքներ, որոնք վերաբերում են կազմակերպված հանցավոր վարքագծին, այսպես ասած համակարգային դրսևորմանը եւ դրանց հաջորդած փողերի լվացման մեղադրանքներին։ Ուստի, եթե ձեզ հաթաթ վարույթներն են հետաքրքրում, կարող եք մեզ գրավոր հարցում ուղարկել, մենք սիրով բոլոր վարույթները ձեզ կուղարկենք եւ կնշենք, թե որի դատաքննությունը որ դատարանում երբ է։